Հայաստան-Իրան կապերն անշեղորեն զարգանում են, հայտարարում են Երևանից և Թեհրանից։ Հարաբերությունների ընդլայնմանը հավատարմության հերթական դրսևորումներից էր մարտի 25-ին Իսլամական Հանրապետության արտգործնախարարի այցը Հայաստան։ Մեր երկրի հետ մտերմությունն Իրանում կարևորում են թե պաշտոնական, թե հասարակական և փորձագիտական, թե ժողովուրդների միջև շփումների մակարդակով։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սադոլա Զարեիի խոսքով Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մշտապես առաջ են շարժվում և բարելավվում։ Թեհրանը լրջորեն է տրամադրված և թույլ չի տա, որ երկկողմ գործակցությունը թուլանա, չնայած Իրանը հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ։ Իրանական կողմի քաղաքականությունը հետևյալն է՝ զարգացնել հարաբերությունները բոլոր հարևանների հետ։ Մենք միշտ հանդես ենք եկել խաղաղության, բարեկամության և եղբայրության օգտին։ Թեհրանի համար կարևոր է տեսնել անվտանգություն և կայունություն ամբողջ Հարավային Կովկասում։ Սադոլա Զարեին շեշտում է՝ պատերազմելու ժամանակն անցել է։ Կտրականապես դեմ ենք եղել Հայաստանի դեմ ցանկացած ագրեսիայի։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են տարածաշրջանում լարվածության թուլացմանը և առկա խնդիրների լուծմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ուժի միջոցով լուծելու փորձերը միայն ժամանակավոր արդյունք կտան։ Կարծում ենք տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունը բխում են նաև Ադրբեջանի շահերից։ Եթե ռազմական ուժ կիրառվի, միանշանակ չէ, որ Ադրբեջանը կշահի դրանից։ Նաև Սադոլա Զարեիի խոսքով Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է լինել Հարավային Կովկասում կայունության ապահովման առանցքային գործոն։ Իրանն անմիջապես աջակցություն հայտնեց Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացմանը։ Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության օգտին։ Հավատացած ենք, որ կառավարությունների ձեռք բերած համաձայնությունները պետք է չխախտվեն։ Կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները։ Սադոլա Զարեիի համոզմամբ հարկավոր է պետությունների միջև բարեկամության մթնոլորտ ստեղծել, Հարավային Կովկասը դարձնել փոխվստահության տարածաշրջան, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն համերաշխ։ Դրա վառ օրինակն են Հայաստանի և Իրանի ժողովուրդների հարաբերությունները, Իրանում հայ համայնքը։ Իրանցիները և Իրանում ապրող հայերը միշտ լավ հարաբերություններ են ունեցել, գործակցել։ Հայերը փոխ լրացրել են մեզ, նրանք մեր ազգի և հոգևոր աշխարհի մի մասն են։ Իրանում պատմականորեն մեծ համայնք կա, որը ներգրավված է Իսլամական Հանրապետության հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին։ Համայնքը մշտապես ջանքեր է գործադրել նպաստելու նաև հայ-իրանական հարաբերություններին։ Իրանում կոնկրետ թիվ չկա, 60,000-ի ամենաշատը գուցե 60,000, հետո մեծամասնությունը Թեհրան են։ Մենք գտնվում ենք Նոր Ջուղայում, Սպահան քաղաքը, Նոր Ջուղա թաղը։ Այստեղ սուրբ ամենափրկիչ վանքն է, նայեք, գրված 1606-ին սկսել են շինությունը եւ տևել մոտիկ 50 տարի, չէ՞, 49-50 տարի։ Իսկ Ջուղայում, Նոր Ջուղայում քանի հայ է բնակվում։ Էդ էլ կարող ենք ասենք 5-ից 6,000։ Տեղացիների խոսքով սուրբ ամենափրկիչ վանքը նշանակալի դեր է խաղում Սպահանի հայ համայնքի համար։ Հոգևոր հավաքատեղի է, որտեղ միասին տոնում են ամենակարևոր իրադարձությունները։ Այստեղ են վանքի թանգարանը, ավետարանների հին նմուշներով, ձեռագիր գրքերով և մշակութային ժառանգության այլ նմուշներով, ներսես շնորհալու գրադարանը, որտեղ ներկայացված են ինչպես հայերեն, այնպես էլ պարսկերեն արժեքավոր աշխատություններ։ Վանքը շրջապատված է հայ հայտնի գործիչների անունները կրող փողոցներով, որտեղ կարելի է գտնել իրանահայերի խանութներ և արհեստանոցներ։ Ռազմիկը ծնվել է Սպահանում, երկար տարիներ ոսկերչությամբ է զբաղվում, մասնագիտությունը ժառանգել է քեռուց։ Էսֆանում նախկիներ ստեղ են եղել, մենք էստեղ ենք ապրում, այո։ Էսֆանի մեջ 400 տարի է ապրում ենք այստեղ։ Ռազմիկի խոսքով Սպահանի հայ համայնքը միասնական է, բայց վերջին տարիներին շարքերը նոսրացել են, արտագաղթում են Միացյալ Նահանգներ։ Պատճառները տարբեր են, հիմնականում սոցիալ-տնտեսական, սակայն շատերը չեն հեռանում, ասում են մնալու պատճառներն ավելի շատ են։ Դիանա Գասպարյան, Արամ Հարությունյան, Լուրեր, Իրան։